Դեռևս 2001 թվականին, երբ Հայաստանի կառավարությունը Բաշխիչ էլեկտրական ցանցերը ցանկանում էր օտարել մասնավոր ընկերությանը, Հայաստանում հուժկու հանրահավաքներ տեղի ունեցան եւ այդ հանրահավաքների ակտիվ մասնակիցներից եւ առաջնորդներից մեկն էլ այն ժամանակվա ԱԺՄ առաջնորդներից ներկայումս հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն էր։ Պարոն Սադոյան, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ? Հայտնի է, որ դեռ 2001 թվականին Բաշխիչ էլեկտրական ցանցերը ցանկանում էին օտարել եվրոպական եւ ամերիկյան ընկերություններին, այդպիսի տեղեկություն կար եւ հանրահավաքները երբ կանգ առան, երբ հիշենք, այդ շրջանը երբ կանգ առան, երբ վաճառվեց արդեն ռուսական ընկերությանը, ինչ տեղի ունեցավ հիմա եւ ինչ է կատարվում հիմա։ Ես ասեմ հետևյալը, երբեք այդ այսպես ասած մեր բողոքի ալիքը չի կանգառել, առավել ևս երբ որ ռուսական ընկերությունների մասին էր խոսքը, որովհետև բոլորս գիտենք այսպես ասած դեռ ասիական, այսպես սովետական բաներով Ռուսաստանի հետ գործեր բռնելը շատ ավելի բարդ է, քան թե ուրիշները։ Ինչևից է ես այդ ժամանակ ասում էի, որ ոնց կարելի է երկիրը ոնց որ մի օրգանիզմ լինի, դարերի մեջ ապրող օրգանիզմ, որի արյունատար անոթները կամ նրա այսպես վախկացուցիչ մարդեյակներին էներգիա մատակարարողը, նրա այսօրվա դրությամբ նրա էներգետիկ համակարգն է, նրա Բաշխիչ ցանցերը։ Եվ երբեք չի կարելի մարդու երկրի արյունատար անոթները տալ օտարի։ Բայց ինչևից է, ինչպես գիտեք, մեր մոտ միշտ հաստատվել է այնպիսի կարգ, որ շատերը իրենց ազնվականը վեր են դասում համընդհանուր շահերից, եւ չնայած մեր բողոքի մեծ ալիքին, պայքարին, այսպես չստացվեց, հաճախ ինձ ասում են, դե որ պարոն Սադոյան այդքան բողոքում ասում ես, որ ինչ, ասում են, բայց հələ պատկերացնում եք, որ բողոք չընդրիչ կլներ։ Եվ ասեմ հետևյալը, այդ բողոք լինելը պատճառ հանդիսացավ, որ այսօր նույնիսկ այս Բաշխիչ ցանցերի հետ կատարվում են դեպքեր, որոնց բուն պատճառը մեր բողոքն է, նաև իհարկե այսօրվա Կրեմլի Ռուսաստանի ներդրությունը։ Այսօր պարոն Սադոյան տեղեկություն տարածվեց այն մտադրության մասին, որ Ինտերրան վաճառում է իր 100% բաժնեմաս Հայաստանի էլեկտրական ցանցերի Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ ընկերությանը եւ Երվան Զախարյանը եւ Կարեն Ճշմարիտյանը հայտարարում են, որ իրենց համար անհայտ ընկերությունն է, օֆշորում գրանցված ընկերություն է, հա, կարծես։ Ինչ կարող ենք ասել սրա մասին? Դեռևս հունիս ամսին, երբ Բաղրամյան պողոտայում ակտիվ պայքար էր գնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, նախագահի պաշտոնական կայքեջի տարածած հայտարարության համաձայն ընկերությունը պետք է մասնավորեցվեր, մինչդեռ հիմա օտարվում է։ Ինչ եք մտածում այս մասին? Ճիշտ ասած, այսպես մասնավորեցնել եւ օտարել, դրանք այսպես իրարից այդքան չեն տարբերվում, որովհետեւ եթե ընկերությունը մի մասնավորից անցնում է մի ուրիշ մասնավորին, ապա այլ բան է, երբ որ նախագահը հայտարարեց, որ կարող է այսպես բան վերադարձվի պետությանը։ Ցավոք սրտի վերադարձը պետությանը ոնց որ դեռ չի կատարվում, այսպես ասած ազգայնացման Հեծի ազգայնացման գործընթացը չի կատարվում, իսկ երբ որ օտարվում է կամ մասնավորեցում է մեկից մյուսին, դա Հայաստան նախագահը հայտարարեց, որ պետք է սկսվի հեծի ազգայնացման գործընթացը։ Ինքը ասեց, կարող է ազգայնացվի, կարող է մասնավորացվի։ Այսինքն ինքը չասեց, որ դա արվում է ազգայնացման հետ կապված հարցով։ Այդ տեսանկյունից ես կարող եմ ասել մի բան, նախ ես ուզում եմ նորից իմ շնորհակալությունը հայտնել Բաղրամյանի այսպես այդ կազմակերպող երիտասարդներին, որովհետև միայն դրանց շնորհիվ հնարավոր եղավ մի քիչ գոնե պայքարել այս այլանդակ գաղութային թալանի դեմ եւ ասեմ բուն պատճառը այս գործընթացի, այս այսպես ասած հրաժարվել է Ռաուեսից իրեն պատկանող հեծից, դա հետևյալն է։ Այն ժամանակ հաշվի առնելով Ռուսաստանի Կրեմլի մեղդրությունը, գիտեք այդ սանկցիաների տակ նրանք ուղղակի կռացել են, ողբալի վիճակում են, եւ այդ ողբալի վիճակում գտնվող Ռուսաստանը փորձում էր իր տարբեր երկրներում գտնվող ընկերությունների միջոցով մի քիչ գոնե գումարներ հայտարարել։ Այդ էր պատճառը, որ նրանք փորձեցին 17 դրամով թանկացնել հեծի բանը, որովհետև հեծը գիտեք Ռաուեսին է, Ռաուեսը պետական է իր կառավարման համակարգով,
Եվ այդ տեսակետից նրանց փորձերը չհաջողվեց ի շնորհիվ Բաղրամյանի ջահելների։ Հիմա լավ է, որ ռուսական ընկերությունից մասնավոր ընկերության է անցնում եմ դրան եւ կարծում եմ հետեւյալը ռուսական ընկերությունը չէ, Կրեմլը, հենց պրյամոյ Պուտինը տեսնելով որ հնարավոր չի թալանել ուղղակի այս ժողովրդին, բարդություններ են ծագում, որոշեց այսպես ասած բիրիկով փող աշխատել, ամբողջությամբ վաճառել։ Իհարկե բնական է, որ վաճառելը այդ տիպի երկրների Պուտինի մյուսների պետք է լինի, այսպես ասած, ինչքան հնարավոր է, այսպես կոռումպացված համակարգերով, ինչքան հնարավոր է օֆշորային գոտիների բաների մասնակցությամբ, ինձ համար բոլորովին պարզ չի, թե այդ կազմակերպությունը, ինչ կազմակերպություն է, ով է նրա ռեալ տերը, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ դա մեծագույն հաջողություն է նույնիսկ այդ վիճակում, որովհետև շատ ավելի դժվար է պայքարել Կրեմլի դեմ նրա սեփականությունը հանդիսացող, քան թե ինչ-որ օֆշորային գոտում գրանցված կազմակերպություն։ Իսկ ազգայնացումը ավելի լավ տարբերակ չէր լինի, որ երիտասարդները այդքան ուրախացել էին Բաղրամյանում, որ նաև այդ մասին հայտարարություն եղավ նախագահի կողմից։ Շատ հենց երիտասարդների մեջ, այսպես ասած, ցեց են գցում, նրանց բաժանում են տարբեր խմբերի, երբ որ հնարավոր էր, որ այդ Բաղրամյանում, երբ որ նախագահը ստիպված հայտարարեց բանը աուդիտի եւ ազգայնացման ու մասնավորեցման մասին, ճիշտ կլներ, որ երիտասարդները իրենց ամբողջ ուժերը կենտրոնացնեին աուդիտի եւ այդ ազգայնացման վրա, այլ ոչ թե մի մասը առանձնանար, հենց այնպես հիմարաբարը Բաղրամյանը շարունակելու, որ չկարողացան, առավել եւս անիմաստ է, երբ որ նրանք հիմա փոխանակ ուժերը կենտրոնացնեն այդ աուդիտ կոչվածի եւ այս process-ի վրա պարզեն օրինակ այդ ումն է հեծը մասնավորեցում, այդ ինչ օֆշորային գոտում, նրանց մի զգալի մասը զբաղված է ոչ ասելով սահմանադրությունը առանց հասկանալու ինչի մասին, ինչ են ասում, ոնց են ասում։ Ոչ թալանի նախաձեռնության պահանջները մնացել են նույնը, չեղարկել սակագինը, վերանալ։ Երբ որ ոչ թալանինի այսպես նրան տարանջատեցին կտորների, բնական է ոչ թալանի շարժումը մի քիչ թուլացավ։ Եվ բնական է, որ ոչ թալանի շարժումը, որ կարող էր այս վերջի Բաղրամյանի process-ը գոնե մեկ օրվա ավելի երկար դիմանալ, միայն այդ այսպես ասած ոչ սահմանադրությանը պատճառով նրանք թուլացան, չկարողացան շարունակել։ Ես հիմա կոչ եմ աղնում ոչ թալանինի այդ ջահելներին ամբողջությամբ իրենց մի բուր դառնան, մի ամբողջություն բռոց դառնան, պայքարեն, որպեսզի եթե հնարավոր է ազգայնացվի, եթե հնարավոր չլինի ազգայնացնել, որովհետև դա մի քիչ դժվար է կապված է գումարների հետ, եթե չլինի գոնե մասնավորեցի այնպիսի մի կազմակերպություն, որը այսպես ասած կեղտոտ օֆշորային չի։ Պարոն Սադյան, այս գործընթացը նաև նրանց պայքարի արդյունքներ, կարող ենք այսպես ասել։ Միայն, չոքերը թուլացավ Պուտինի եւ մյուսների, երբ որ տեսան, որ ինչ է կատարվում, սկսեցին այսպես վայրահաչել Մայդան եւ այլն։ Դրանից հետո, երբ որ տեսան, որ կարող է շարունակվի, հիմա վախից ուղղակի որոշեցին, դե լավ, տենց է, գոնե փողերը չկորցնենք, բիրիկով ծախենք։ Պարոն Սադյան, մամուլում նաև այնպիսի տեղեկություններ կան, որ այդ ընկերությունը պատկանում է Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին, այս դեպքում եթե տեղեկությունը հաստատվի, ինչքանով ողջունելի կլինի գործընթացը։ Բնական է, որ շատ ավելի լավ է, որ պատկանի գոնե հայ անձնավորության, քան թե ենթադրենք Կրեմլի։ Բայց Ռուսաստանամետ քաղաքական կողմնորոշում։ Բայց պատկերացրեք, թեկուզ Ռուսաստանամետ հայը իմ կարծիքով շատ ավելի լավ է, քան թե ենթադրենք Պուտինի հետ օզերո են ասում, ինչ են ասում, մի ներկայացուցիչ ճիշտ։ Բնական է նրանք թքած ունենան Հայաստանի վրա ամբողջությամբ, գոնե նրանք, որոնք վերջերս օրինակ Պուտինը իր Լավրովի հետ 12 միլիարդ, իբրեն 5 միլիարդ զենքը քիչ էր, հիմա 12 միլիարդ է վաճառում Ադրբեջանին, նրանք թքած ունենան նրանց համար հայ ժողովրդի կոտորվելը, պատերազմի վերասկսելը ընդհանրապես պատերազմական բիզնես է, բա ինչ անել։ Հիմա պատկերացնում եք պատերազմական բիզնեսի ներկայացուցիչը, եթե դառնա օֆշորային գոտով միջոցով Հայաստան, ինչքան ավելի վատ կլինի, բայց գոնե
Հայը որտեղ որ լինի մի քիչ կոնը մտածում է Հայաստանի մասին։ Շատ լավ, շնորհակալություն։